Այս շատ ապրես։ Շատ լավ ստացվում է։ Իսկ փորձել ես ամբողջությամբ հենվես։ Շատ ապրես։ Ամենակարևորը քայլել չկաղալն է։ Փոքր տարիքում տարել եմ սեպսիս, որի պատճառով ոտքս սնուցում չի ստացել, հետևաբար կարճ եմ մնացել։ Հետագայում կատարել են 3 անգամ Էլիզարով ապարատների միջոցով երկարացում եւ վերջի этаպը կարելի է ասել պետք է լինել պրոթեզավորումը, սակայն հետագա հետազոտություններ ցույց տվեցին, որ մինչ պրոթեզավորումը նաեւ պետք է կատարենք ոսկրահատում, որը կպատրաստի պրոթեզավորմանը։ Խոսքը գնում էր ազդրոսկրի դեֆորմացիայի մասին, որը որ իրեն մոտ մեծ հաշվով բնածին խնդիրներ էր եղել եւ դրանից հետո ոսկրը դեֆորմացիայի էր ենթարկվել եւ նրա մոտ կար նաեւ դիսպլաստիկ կոքսարտրոզ։ Այն վիճակում, որ ինքը դիմել էր բժշկի, հնարավոր էր անել մեկ этаպով վիրահատություն, բայց այդ մեկ этаպով արվող վիրահատության դեպքում այնտեղ պետք է տեղադրվեր իմպլանտ, որը որպես օրենք տեղադրվում է երկրորդ, երրորդ անգամ ռևիզիա անելու դեպքում։ Այդ դեպքում ցանկալի չէր ընդհանրապես ինչու, որովհետև հետագայում մենք հասկանում ենք, որ նա նույնպես վիրահատության կարիք կունենա, որտեղ յուրաքանչյուր իմպլանտ դա օտար մարմին է ամեն դեպքում եւ ունի որոշակի ժամկետ ծառայելու։ Այդ ժամկետը լրանալուց հետո ռևիզիայի, այսինքն փոխելու կամ միջամտելու կարիք է լինելու։ Մտածելով հետագայի մասին շատ ցանկալի էր մինչև այդ ամենը անել ուղիղ օստեոտոմիա, ուղղել վերջույթի կոնկրետ այս դեպքում ազդրոսկրի առանցքը եւ ճիշտ վերականգնել երկարությունը, որից հետո նոր պատրաստվել երկրորդ этаպին, այսինքն էնդոպրոթեզավորման, որի դեպքում որ հնարավոր է արդեն դնել իմպլանտ, որը որ նպատակային է եւ նախատեսված է երիտասարդ բուժառուների համար։ Կատարել ենք ոսկրահատում, իմ բառերով ներկայացնեմ, այսինքն վերևի ոսկորը կոպիտ ասած կտրել են, տաշել են եւ տիտանից մեխ են տեղադրել։ 1 տարի անց պետք է կատարենք պրոթեզավորում։ Մենք ունենք մեթոդ, որի դեպքում որ կարողանում ենք ճիշտ շտկել առանցքը եւ այդ դեպքում համադրել ոսկրերը այնպես, որ չունենանք ոչ մի խնդիր կամ որևիցե խոչընդոտ ճիշտ համադրելու համար եւ համադրելու դեպքում չենք ունենում ընդհանրապես ճեղքեր, դնում ենք շատ հստակ եւ ճիշտ եւ այդ դեպքում նույնիսկ առաջանում է առաջային ոսկրային սերտաճում, որը որ շատ արագացնում է process-ը եւ որպես օրենք բուժառուները շատ արագ ապակինվում են եւ նույնիսկ ազդրի դեպքում սերտաճումը տեղի ունենում ընդամենը 1 տարվա ընթացքում վերջնական սերտաճումի նկատի ունեմ։ Վիրահատությունը կատարել ենք 3 շաբաթ առաջ, հիմա ես արդեն անցել եմ իմ բնականոն կյանքին, աշխատանքին, դասերին։ Հուսով ենք, որ մեր բուժառուի դեպքում ամեն ինչ շատ լավ է լինելու, համենայն դեպս ընթացքը նորմալ է։ Միաժամանակ այնտեղ հիմա տեղադրված է այսպես կոչված մեխ, այդ մեխը այնտեղից կհանվի ու անմիջապես արդեն կդրվի այդ էնդոպրոթեզը, որի մասին որ ասեցինք, որը որ երիտասարդների համար է նախատեսված։ Արդեն իր վիճակը լավ է, ինքը արդեն կարող է քայլել ձեռնափայտերով, առաջին իսկ օրվանից ինքը կարող էր ամբողջությամբ հենվել, բայց քանի որ նաև մենք գործ ենք ունենում փափուկ հյուսվածքների հետ միայն ոսկրերը չեն, չէ՞։ Բնականաբար որոշակի ցավային սինդրոմ կա, որի որ դեպքում իրենց դժվար է լինում։ Խնդիր չունի, ինքը շատ շուտով կանցնի մի ձեռնափայտով, իսկ հուսով եմ, որ շուտով ընդհանրապես առանց ձեռնափայտ կքայլի։ Հիմա չնայած նրան, որ հենակներով եմ քայլում, սակայն քայլվածքս բավականին ուղղվել է։ Երևի ամենամեծ արդյունքը իմ համար դա է այս պահին։ Հետագայում էլ պրոթեզավորումից հետո ակնկալում եմ, որ լրիվ քայլվածքս կուղղվի եւ ես ուղիղ կքայլեմ։